Այս տարիների ընթացքում հայոց ցեղասպանությունը ճանաչվել է, դատապարտվել է աշխարհի ավելի քան 30 պետության կողմից։ Այդ թվում այնպիսի խոշոր հզոր պետությունների կողմից, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Ռուսաստանն է, Ֆրանսիան է, եւ կարելի է ասել, որ այո, որոշակի առումով այս բնագավառում մենք ունենք որոշակի հաջողություններ, բայց դա կապված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքականության հետ, այլ նաև Սփյուռքում գործող տարբեր հայկական կազմակերպությունների գործունեության հետ։ Դա մեկ, եւ երկրորդը ինչ է տալիս մեզ այս քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման։ Առաջին հերթին իհարկե պատմական արդարության վերականգնումն է, դա պարզ է, բայց նաև կա այստեղ մի հանգամանք, որը ես ուզում եմ հիմա նշեմ, դա հետևյալն է, որ մարդկությունը քանի գնում է ավելի է հասկանում, որ ցեղասպանությունները դա ծանրագույն հանցագործությունն են մարդկության դեմ, եւ հիմա էլ մեր աչքերի առջև տեսնում ենք աշխարհում ինչեր են տեղի ունենում։ Եվ նախկինում, անցյալում 100 տարի առաջ տեղի ունեցած այդպիսի խոշոր ցեղասպանության, խոշոր հանցագործության դատապարտումը դա կանխարգելիչ որոշակի հնարավորություն է ստեղծում մարդկության համար, որ նոր ցեղասպանությունները չկրկնվեն։ Եվ այս առումով եթե մի պետություն, որը դրա համար այսպես ջանքեր է գործադրում այդ կանխարգելիչ գործունեությունը ծավալելու համար, ինքը որոշակի հեղինակություն է ձեռք բերում այս աշխարհում լրացուցիչ։